Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի 6-րդ համարն է արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նա կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Սրփուհի Գալյանը հայտարարագրել է երկու հողամաս, հողամասերից մեկը գտնվում է Զովունիում և միանձնյա սեփականության իրավունքով, մյուսը Դիլիջանում համատեղ սեփականության իրավունքով։ Նա հայտարարագրել է անհատական բնակելի տուն Դիլիջանում 159.70 քառակուսի մետր մակերեսով համատեղ սեփականության իրավունքով, ինչպես նաև միանձնյա սեփականության իրավունքով բնակարան Երևանում, որի մակերեսը 83.80 քառակուսի մետր է։ Արդարադատության նախարարը 11.998.000 դրամ արժեքով պարտատոմս է հայտարարագրել։ Հաշվետու տարում Գալյանը 6 աղբյուրից եկամուտ է ստացել Երևանի պետական համալսարանից 643.430 դրամ աշխատավարձ, Արդարադատության նախարարությունից որպես աշխատավարձ ստացել է 25.933.000 դրամ, Ֆինանսների նախարարությունից 4.334.000 դրամ եկամտահարկի վերադարձ, նախկին ամուսնուց 1.200.000 դրամ ալիմենտ, բանկերից մեկից ստացել է 12 միլիոն դրամ վարկ և 104.140 դրամ ավանդից ստացված տոկոսներն են կազմել։ Բանկերից մեկում հայտարարագրել է պարտատոմս ներդրման չափը մոտավորապես 0.4%։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սրփուհի Գալյանն ունեցել է 5.249.000 դրամ և $5,200։